Ողջույն, եթերում Վեկտորն է։ Մենք այսօրվանից սկսում ենք մեր ծրագիրը, որը անդրադառնալու է մեր պատմությանը, մեր ինքնությանը եւ մի շարք կարևոր հարցերին, որոնք որ հետաքրքրում են Հայաստանով մեր պետության ապագայով հետաքրքրված մարդկանց։ Վեկտորն ինքնին լատիներենից վեհեր է, նշանակում է ուղղել, շարժել, տանել։ Մենք հասկանալու ենք, որ կողմ են գնում, որ կողմ են գնացել, շարժվել ենք արդյոք թե ոչ։ Այսօր պատահական չի, որ մեր առաջին հաղորդման հյուրը Ազգային ժողովի նախկին падգամավոր պատմական գիտությունների տեխնացու Միլան Հակոբյանն է։ Պարոն Հակոբյանն այսօր հրավիրել ենք առաջին հերթին ոչ մենակ որպես Ազգային ժողովի նախկին падգամավոր, այլ մարդու, ով շատ լավ տիրապետում է պատմությանը եւ այն կոնտենտը, որը որ տալիս է երկար տարիների ընթացքում, հիմա եւ ապագայում բնականաբար շատ հետաքրքիր է եւ դրանից հետեւությանելու շատ բան կա։ Նախ ողջունում ենք ձեզ մեր հաղորդման շրջանակներում։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Հակոբյան, պատմությունը, եթե վերցնենք, դուք շատ լավ համեմատական եք տալ ձեր հարցազրույցներից մեկի ընթացքում կապված նրա հետ, որ քաղաքականությունը բնականաբար ազդում է պատմության վրա, ցանկացած ժամանակաշրջանում փորձում են նաև պատմությունը փոփոխել, իրենց հարմարեցնել, երևի մի քիչ ավելի հետ գնանք, մինչ մեր խնդիրներին անդրադառնալը, մինչև որ բուժում փորձենք տեսնել, թե որն է բուժումը, սկսենք դիագնոզից անգամ ավելի հետ։ Ով է հայը։ Օրինակ ես երբ բացում եմ իմ ներկայիս անձնագիրը, հետո համեմատում եմ նախորդ անձնակից հետ 10 տարվա վաղեմության, նայում եմ ասում եմ հիմիկվա նկարը փոխվել է, ժամանակը փոխվել է։ Հիմա որ մի քիչ ավելի հետ գնանք, 10 տարի առաջվա հայը, 100 տարի առաջվա հայը կամ ավելի հետ։ Ընդհանրապես հայը ու Հայաստանի քաղաքացին, հայ ազգը, հայ ժողովուրդը, մեր հայրենիքում ապրող մարդիկ, դրանից դուրս։ Մենք ինչ որ տարբերություն դրվում է, թե ոչ, ինչ փոփոխությունների է, ինչ տրանսֆորմացիայի է ենթարկվել։ Ինքը շատ ծավալուն հարց է, բայց առաջին թերևս սկսենք դրանից հայը, իր նպատակը, գոյությունն է աշխարհում։ Ստացվել է այնպես, որ տրանսֆորմացիաները դրանք բաղկացուցիչ մասն են մարդկային հասարակությունների, հայ ժողովուրդը կամ հայ ազգը ինքնին, ինչպես մյուս բոլոր ժողովուրդները եւ ազգերը, նույնպես ենթարկվում է այդ տրանսֆորմացիաներին։ Անհնար է աշխարհից կտրված ապրել, հատկապես 21-րդ դարում, երբ կան տեխնոլոգիական հնարավորություններ, այսպես ասենք, շփումները ավելի մեծացնելու, գլոբալիզացիայի ազդեցությունը ավելի շատ տարածելու, ընդհանուր ստեղծվող համամարտկային մշակութային եւ այլ արժեքներից թե լավ իմաստով, թե վատ իմաստով օգտվելու տեսանկյունից։ Եթե մենք վերցնենք մեր ինքնության հիմքերը ժամանակակից հայերի, որպես ազգային պատկանելություն, եթե մենք նայում ենք, ապա ակնհայտ է, որ մենք ինչով ենք տարբերվում աշխարհի մյուս բոլոր ժողովուրդներից ինքնության երկու հիմնական հենասյունով՝ հայոց լեզու եւ հայ առաքելական եկեղեցի։ Այսինքն կրոնական պատկանելությունը առանձին էնդեմիկ տեսակով եւ նաեւ առանձին մեր լեզվով, տառերով, որ ի պատիվ Մեսրոպ Մաշտոցի այնպիսի գրային համակարգ է ստեղծել, որ այսքան տարի, այսքան դարեր կատարելապես կարողանում է սպասարկել մեր լեզուն եւ մեր խոսքը։ Ինչ վերաբերվում է քաղաքացիությանը, ապա դրանք արդեն տարբեր հասկացություններ են, ժողովուրդ, ազգ, քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունը ճիշտ է աշխարհի ամենամոնոէթնիկ երկրներից մեկն է, բայց պետք է ընդունենք, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության անձնագիրը կրող, որոնք հայ ազգի ներկայացուցիչներ չեն, բայց որպես քաղաքացի այս պետության այս երկրի երդվյալ նվիրյալներ են եւ շատերը վերջի պատերազմների ընթացքում խոսքը թե եզդիների մասին է, թե այսպես ասենք, մալականների մասին իրենց կյանքով են ապացուցել, որ սա իրենց հայրենիքն է, սա իրենց երկիրն է, իրենք նվիրված են այս երկրին, այս հայրենիքին։ Ինչ վերաբերվում է Սփյուռքին, ապա ազգային ընդհանրության խնդիր է, շատ բարդ եւ խնդրահարույց խնդիր է այս թեման, որովհետեւ տարիներ շարունակ մենք որևիցե այսպես փակուղուց դուրս գալու, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բանաձև այդպես էլ չենք կարողանում գտնել, ավելի շուտ
չենք էլ աշխատում այդ ուղղությամբ, չկան նման ինստիտուտներ, որպեսզի այս խնդիրը լուծեն։ Մենք հիմա շատ քիչ պատկերացում ունենք, անգամ թե հայկական սփյուռք ասվածը օրինակ Ռուսաստանում այդ միլիոնանոց սփյուռքը ինչով է տարբերվում Միացյալ Նահանգների միլիոնանոց սփյուռքից, ինչ շարժեր են այնտեղ կատարվում, հատկապես Հայաստանում ստեղծված այս խայտառակ ինքնության դեմ պայքարի մթնոլորտում, իրավիճակում, եւ սրանք շատ բարդ խնդիրներ են, բայց եթե մենք այսպես ազնիվ ավելի խոսենք, ազնիվ լինենք, ինչ որ պահի մենք ստիպված ենք լինելու այդ հարցին անդրադառնալ, քաղաքացիություն եւ ազգ հարցին։ Ես այդ օրինակը սիրում եմ իմ ընկերների շրջապատում բերել, երևի ձեր եթերում էլ բերեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի ազգությամբ եզդին, որը իմ հետ միասին կրում է այս երկրի անձնագիրը։ Ես էլ եմ աշխատում հարկեր վճարում այս երկրին, ինքն էլ է աշխատում հարկեր վճարում, ամեն մեկս մեր չափով, ինքն էլ զավակներ ունի, ես էլ զավակներ ունեմ, այդ զավակները պետք է գնան բանակ, պաշտպանեն այս երկիրը թշնամիներից։ Բայց ինքը եզդի է, ես հայ եմ։ Մենք կրում ենք նույն անձնագիրը եւ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրում է հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որի ոչ հայրն է ապրել Հայաստանում, ոչ ինքն է ապրում Հայաստանում, ոչ էլ իր զավակն է ապրելու Հայաստանում։ Ինքն էլ հայ է, Հայաստանի անձնագիր չունի։ Հիմա այս կյանքում ընդհանրությունը ավելի շատ ես ում հետ ունեմ։ Ես դու հետ։ Դե այսինքն մենք եկանք այնտեղ, որ ունենք մի բարդ հարց, որի բանաձևերը մենք չունենք, հա, ազգ, քաղաքացիություն, այդ եզրույթների մեջ, հասկացությունների մեջ խճճվածությունը իներցիայով դեռևս շարունակվում է եւ այնքան կշարունակվի, քանի մենք մեր ազգային ինստիտուտներով չենք ունենա համարձակություն խոսելու ինչ ենք հասկանում մենք ասելով հայ ազգ հասկացությունից։ Դրա համար պետք է նոր սահմանումներ, դրա համար պետք է նոր բանաձևեր։ Նախորդը ինչ կա, կարծեք թե իներցիայով գնում է։ Ուր կտանի դա դժվար է ասել։ Կամ ինչքան կյանք կունենա դժվար է ասել, հատկապես որ 21-րդ դարի այս շատ բարդ գլոբալիզացիոն այս խնդիրների ժամանակաշրջանում մենք չգիտենք թե մի քանի տարի հետո կամ մի քանի տասնամյակ հետո հայկական սփյուռքից ինչ է մնալու։ Սենց մեծ լավ օրինակ կա, եմ ընտանիքը գնում է ինչ-որ միտեղ, ներկայանում է հյուրերի մոտ, մենք շատ ջերմ ենք, մենք շատ լավ ենք, գնում է տունը իրար տուրու դմփոց է սկսում։ Մեկը մյուսին է ծեծում, մեկը մյուսին է հայհոյում, կամ մի ուրիշ օրինակ, երբ որ մարդ ներկայանում է շատ բարոյական։ Դա աննորմալ ընտանիք է։ Հա, ու շատ կամ է մարդ օրինակ տենց ինքը ներկայանում է, ինքը շատ բարոյական է, տենց շատ տենց եկեղեցուց նկարներ է գցում, բայց համացանցում հայհոյում է, ինքն է ապրում անձնապես անբարոյական կյանքով, բայց չի բարձրացնում դա։ Հիմա եթե մենք Հա, պարտադիր է։ Այդ պարտադիր բան է։ Սոցցանցերում մենք նայենք հայհոյող հատկապես կանանց, պարտադիր նրանց պրոֆայլներում մենք պետք է Քրիստոսի նկարը տեսնենք կամ տեսնենք նրան թորնիկի հետ եկեղեցուց ինչ որ նկար դրած է։ Ու պարտադիր միտեղ գրածել եղեք բարի, բայց մյուս տեղը ինքը հայհոյ անձնապես։ Եթե մի քիչ մասշտաբային այդ հարցին նայենք, մենք իհարկե բանաձև չունենք։ Շատ դեպքերում արդյոք մենք ուղակի ձևական ենք, բայց դե պետքա օրինակի համար մենք ամենտեղ սենց ենք ներկայանում, դե պետքա դե ամոթա ոնց որ բան ու հանգարցակի գալիս են մարդիկ, դու ոչ հանգարցակի, ովքեր որ ասում են Ժորժ ջան, այ եթե ձեր մեջ էս կար, էս ինչ արատները, էս ինչ ուղությունները, այդ ինչ գծերը, այ հիմա դա բարձրաձայնելու ժամանակն է։ Արդյոք օրինակ, հա, եթե վերցնենք այն ինչ որ հիմա է տեղի ունենում, ժողովուրդը փոխվել է, թե չի փոխվել։ Կարող է օրինակի համար այդ եղել է կեղծ հայրենասիրություն, հա, պայմանական ինչ որ բարդ շրջան է երկրում, մեկը ցիտատա գցում Նժդեհից, մեկը Մոնթեից, մեկը Վազգենից, մենք այս ինչ բանն ենք, կեց է հայրենիքը, բայց օրինակի համար ինքը առավոտից իրիկուն ֆռում է օրինակ թուրքական հագուստով, ինքը լսում է մուղամ, իրանց մոդի ու իրան ուղղակի չի բարձրաձայնում կամ էլ ասում թե լավ ձևական է մի հատ քեֆի վաղ խմեմ զինվորի կենացը եւ այլ։ Մենք հիմա որպես ժողովուրդ կամ որպես ազգ կամ որպես տեսակ մենք փչացել ենք թե չենք փչացել։ Կարող է ի սկզբանե ինչ որտեղ այդ փչացվածությունը եղել է, հիմա է արտահայտվում, թե մենք փչացած չենք
ուղղակի կա որոշակի ակտիվ խումբ, որը որ այնքան ակտիվ է դաշտում, որ տպավորությունն է, որ սա համատարած իրավիճակ է։ Ես համոզված եմ, որ մենք չենք փչացել կամ ոչ էլ փչացած ենք եղել ի սկզբանե։ Խնդիրը այլ տեղ է։ Մենք հարցին պետք է դիտարկենք երկու տեսանկյունից։ Առաջինը ցավոք ժամանակակից համացանցային տեխնոլոգիաները, մասնավորապես սոցիալական ցանցերը, հնարավորություն են ընձեռում արդեն, որպեսզի մենք կարողանանք տեսնել բոլորին։ Ժամանակին այդ մարդկանց տեսնել հնարավոր չէր, այսինքն իրենք չէին կարող լինել թերթերում, իրենք չէին կարող լինել ռադիոյում, իրենք չէին կարող լինել հեռուստաեթերում, իրենց այդ բառապաշարով եւ իրենց այդ մեծամիտ չհնչի, բայց մտավոր ունակություններով, հա, հիմա մարդը, ով մի կերպ դպրոցն է ավարտել սրանից 50 տարի առաջ, որոշում է, որ ինքը պետք է Facebook-ում աշխարհաքաղաքական վերլուծություններ անի կամ բարոյագիտական խրատներով հանդես գա, այն դեպքում, երբ որ օրինակ կարող ես ուսումնասիրել եւ հասկանալ, որ ընտանիք չունի, ընտանիքը քանդված է, իր պրոֆայլը սա երևում է, հա, այդ ամեն ինչը։ Մեկը սա մի տեսանկյունից, որ սոցցանցերը հնարավորություն են ընձեռել այս մարդկանց երևալու եւ մենք իրանց տեսնում ենք։ Երկրորդը միշտ կա էլիտայի վերաբերմունքից բխող միջավայրի հասկացություն, հա, երբ որ էլիտան նորմեր է սահմանում, իսկ նորմերը սահմանվում են, բարձր մշակույթը գալիս է միշտ վերևից, երբեք տակից չի բարձրանում, սկսած լուսավորչական գաղափարներից կամ այլ, հա, երբեք հայ ժողովուրդը քրիստոնյա չի դարձել, որովհետև հայ ժողովուրդը, հա, տակից այդպես աստվածաշունչեր կարդացել կամ ինչ որ միսիոներների, հա, լսածով ինչ որ բաներ ուզում անել։ Հայ ժողովուրդը քրիստոնյա է դարձել, որովհետև էլիտան այդպես է որոշել։ Ճիշտ է, մեր դարում շատ է ամեն ինչ կապվում ժողովրդի հետ, ժողովրդի կամքի հետ, բայց դա հավատացեք բուտաֆորիա է եւ ճշմարտությանը ոչ մի կերպ չի համապատասխանում, հա, ժողովրդի գործոնը շատ մեծ է, ներկայացվածությունը շատ մեծ է, բայց ստրատեգիական հարցերը բոլոր ժամանակներում եւ բոլոր հասարակություններում մշտապես լուծել է եւ լուծում է էլիտան։ Հիմա Հայաստանում կա մի իրավիճակ, երբ որ նման վարքագիծը ուղղակի խրախուսվում է, այսինքն դա մոդա է դարձել, հա, դավաճանությունը դա մոդա է, պարտությունը հավասարեցնել խաղաղության հետ դա մոդա է, գործ տալը, այսպես ասած, մոդա է, հա, կհիշեք, այսինքն դա ոնց կհիշեք, կարդացել եք երևի, հա, 30-ականների հայտնի այդ 37 թվականի խորհրդային միության, երբ որ այդ տերորի ժամանակաշրջանը, մեծ տերորի, ինչպես ասում են, որին զոհ են գնացել բազմաթիվ մարդիկ, գրողներից մեկը մի շատ լավ միտք ունի, ասում է, մենք ընկեր Ստալինին քննադատում ենք նրա գործերի համար եւ ճիշտ ենք անում, բայց պետք է հասկանալ այդ 4.5 միլիոն զրպարտությունը ով է գրել։ Ես այս մտքի վրա շատ եմ մտածել։ Խնդիրը հասկանում եք, այդ 4.5 միլիոն զրպարտություն գրողները չեն։ Խնդիրը այն է, որ իսկ դրանք 30-ականներից առաջ չկային, չէին ապրում, կամ ինչ եղան, վերացան, չէ, ուղղակի պետությունը, այլ կերպ ասած իշխող վերնախավը ստեղծեց միջավայր, որտեղ այդ միջավայրում դրսևորվեցին, հա, այդ վատ խավը։ Հիմա նույն իրավիճակը մենք ունենք նաև Հայաստանում եւ կարելի է ենթադրել, որ հա մեր ժողովուրդը կամ մեր ազգը կամ որոշակի հատվածը, չգիտեմ, որակները գցել է, փչացել է, ինչ էպիտետ ասես, մենք սրան կարող ենք անվանել, սրան կպցնել, բայց իրականությունը բոլորովին այլ տեղ է։ Իրականությունն այլ է, որ իշխանությունը պատկանում է էլիտայի, այնպիսի որակներ ունեցող էլիտային, որը դա խրախուսում է։ Ես համոզված եմ, որ դա ժամանակի հարց է։ Պատմական զարգացման ցիկլային տրամաբանության մեջ մի օր այս էլիտան անպայման չի լինելու, իր բարքերով չի լինելու, եւ եկող էլիտան միանշանակորեն մերժելու է այն վատ բարքերը, այն վատ խոսելա ձևը, խոսելա ոճը, գործելա ոճը, բարոյական արժեքների այն ամբողջ բացակայությունը, որը ներկայացվում է գոյության
չբացակայության փոխարեն դա մերժելու է եւ փորձելու է մի փոքր ավելի բարձր, մի քիչ ավելի համամարտկային եւ ազգային քրիստոնեական արժեքներին մոտ տրամաբանական ավելի արժեքային համակարգ ստեղծել, ոչ թե ստեղծել, այլ դրա մոդան առաջ բերել, ցույց տալ, որ ճիշտը սա է։ Հիմա եթե երկրում ունեք իրավիճակ, որտեղ պետության կառավարիչը հայհոյում է կամ ազգային ժողովում ազգային ժողովի ամբիոնից արա բառն է օգտագործում։ Եթե արա բառն է օգտագործում, այդ ուսուցիչը դպրոցում ոնց պետք է այդ երեխաներին բացատրի, որ օրինակ չի կարելի այսպես խոսել, սա վատ, մերժելի, ոչ ընդունելի խոսելաձև է, սա բարոյական չէ, էլ ես չեմ ասում հայհոյանքների կամ մյուս այլ բաների մասին, հասկանում եք, այս իրավիճակը գալիս է, երբ որ համապատասխան վերնախավը ստեղծում է համապատասխան միջավայր, կփոխվի վերնախավը, կփոխվի նաև միջավայրը, որովհետև եկող վերնախավը ինչ-որ ձև պետք է տարբերվի, չէ, եղածներից, նաև պետք է տարբերվի բառապաշարով, բառամթերքով, գործելավոճով, նաև արժեքների սահմանմամբ։ Օրինակ, եթե նայենք էլիտան, հա, այդ բառը շատ է Հայաստանում, ամեն ինչ տնում են էլիտա, ու եթե համեմատենք ժողովուրդ, վերնախավ, բնականաբար ժողովուրդն օրինակ կարելի է դարկել որպես երեխա ու կոպիտ ասած ծնողը էլիտան է, վերնախավն է, ոնց սովորացրեց, տենց հետ օրինակ, ված սովորացեց, մատը կտանի դեպի կրակը, դեպի ռազետկեն, դեպի այլտեղ, ինքը իրան վնաս կտա։ Այդ էլիտայի մասով մենք որպես փոքր պետություն բնականաբար հասկանում ենք, որ օրինակ մեր էլիտայի վրա ներազդելու կամ ազդեցություն գործելու այլ պետությունների կողմից գործոնը բնականաբար շատ մեծ է, պայմանական կարող ես որոշակի ռեսուրսներ դնել ինչ-որ X բանի վրա, որը ըստ քո պետությանը օգտակար է, բայց հանգարցակի հայտնվեն օրինակ աղանդավորական Y խմբեր, ովքեր ավելի մեծ ռեսուրսով սկսեն այլ բան իրականացնել։ Թե մեր ազգային արժեքների տեսանկյունից, թե մնացած, բայց ստե մի հատ նաև հարց է գալիս հաշվի առնելով այս իրողությունները, որ ունենք։ Օրինակ, եթե ես գիտեմ, որ Արաբական Էմիրություններում օրինակ կարճ հագուստ չեն հագնում, բաց հագուստ չեն հագնում, ես օրինակ չեմ տանի այդ շուկա, դա վաճառեմ։ Նույնը եթե Հայաստանում գիտեմ, որ հիջաբ չեն հագնի կամ այլ տեսակի, որը Հայաստանում ընդունված չի, ես էլ չեմ բերի Հայաստան վաճառեմ։ Հիմա նույն օրինակ Երբ որ ներկայիս իշխանավորները խոսում են որոշակի բառապաշարով, բառամթերքով, խոսում են այնպիսի թեմաներից, որ օրինակ եթե նայենք 10 տարի առաջ, ասենք լավ, դու աննորմալ չի, 10 տարի առաջ ասենք, ասի գիժա, բայց իրանք խոսում են նաև ի վերջո հասկանալով, որ այդ կընկալվի, այսինքն իրենց ասած մեսիջը առնվազն որոշակի խմբերի կողմից կընկալվի։ Հիմա ես ուզում եմ մեկ այլ թեմայի գամ, հենց ինչի է սկսեցի հայից ու եկա դեպի այս կողմ։ Մեր էլիտան, մենք արդյոք ունեցել ենք էլիտա թե ոչ, միգուցե ունեցել ենք մի քանի անհատ, ովքեր որ ինչ-որ բան են փորձել փոխել, բայց հաշվի առնելով իրողությունները չի ստացվել։ Միգուցե մենք ունեցել ենք էլիտա, որից ներքև որոշակի եղել են խմբեր, որ օրինակ ինչ-որ X կամ Y պատճառով իրանց իրականացած գործունեությունը հանգեցել է նրան, որ օրինակ էլիտայի համար խնդիր է եղել ինչ-որ բան փոխել։ Մենք ի վերջո Հայաստանում ունեցել ենք էլիտա թե ոչ, եթե հա, ինչի է ասենց եղել, որովհետև օրինակ շատ թեմաներ կան, որ մարդիկ խուսափում են դրանից խոսալ։ Օրինակի համար կան բազմաթիվ հայտնի երգիչներ, որ Հայաստանում սիրում են այդ երգիչներին, բայց որ խորանում են, օրինակ, չգիտեմ, շատ տենց բրենդ դարձած 90-ականներից երգիչներ, բայց ումից թուրքական մուղամ ա եղել։ Բայց դրա մասին չեն խոսում։ Այն ժամանակ YouTube-ը չի եղել, որ միանգամից կարող էիր գտնել, էլի մոտավորապես սա որտեղից է տարած։ Բայց հենց դրա հետևանքով է, չէ՞, որ օրինակի համար։ Եկեք առաջարկում եմ տարանջատենք, հա։ Էլիտա ասելով նախ ինչ ենք հասկանում։ Կա շատ པարզ բանաձև, շատ չխորանանք, հա։ Շատ པարզ բանաձև։ Էլիտան դա հաջողության հասած մարդկանց ակումբն է, սպորտից մինչև քաղաքական։ Իսկ իրականում քիչ առաջ, երբ որ մենք խոսում էինք էլիտայի մասին, ի նկատի ունենք քաղաքական էլիտան, այսինքն մարդիկ, որոնք հասել են կառավարչական պաշտոնների։ Այդ մարդիկ ինչի են այդ մոդան տանում, որովհետև
ցավոք սրտի նրանց միակ, այսպես ասենք, սոցիալական հենարանը մնացել է հասարակության անկիրթ, անգրագետ, Աստծո կողմից անիծված այդ վատ խավը, որի համար հայհոյանքով հանրային միջավայրում խոսելը, հայհոյախոսելը դա շատ ընդունելի նորմ է։ Եվ հենց այս հաշվարկով էլ անում են, այսինքն անգամ այդ իդենտիֆիկացիոն կոդերով, երբ որ առնչվում են իրենց այս սոցիալական հենարանի հետ, դա այն ազդանշաններից մեկն է, որ մենք ձեր նման ենք, մենք ձերոնցից ենք։ Սա առաջինը։ Մեր էլիտան, հայկական էլիտան միշտ է եղել եւ պատմականորեն դա կարելի է շատ հեշտ ապացուցել, հայերը միշտ են կարողացել արագ էլիտա ստեղծել։ Անգամ արտադրական հարաբերությունների, արդյունաբերական հարաբերությունների տրանսֆորմացիաների շրջանում մենք դրա պատմական շատ օրինակներ ունենք։ Օրինակ քչերն են այդ մասին խոսում, Բագրատունյաց թագավորությունը ինչպես եղավ, հաստատել։ Մի պարզ պատճառով, որ Արշակունյաց թագավորության անկումից հետո հնարավոր եղավ համառ պայքարի գնով հայկական էլիտան այդ ժամանակ իշխանական տները կարողացան պահպանել հողային իրավունքի, հողային ժառանգական իրավունքը։ Այսինքն դա այն սոցիալական բազաներ եւ ֆինանսատնտեսական բազաներ, երբ որ իշխանը ուներ հող եւ այդ հողը ժառանգելու իրավունք, որը թույլ տվեց մի քանի դար հետո վերականգնել Բագրատունյաց հայկական պետականությունը արդեն Բագրատունյաց արքայատոհմի տեսքով։ Եթե մենք գանք մի քիչ ավելի մոտ մեր ժամանակներ, 19-րդ դարի երկրորդ կեսում հայկական էլիտան շատ արագ ձևավորվեց, օրինակ կայսերական Ռուսաստանում, հարավային Կովկասի տարածքում, այդ կապիտալիստական հարաբերությունների զարգացման ժամանակաշրջանում։ Այս տարածաշրջանը Ռուսաստանը նոր էր ազատագրել, նոր էր միացրել Իրան եւ ընդհանրապես կապիտալիզմը նոր մուտք էր գործում Ռուսաստան եւ ֆենոմենալ արագությամբ հենց հայերը կարողացան ռուսական կայսրությունում արագ դառնալ կապիտալիստներ, իսկ հարավային Կովկասում, եթե մենք ազգային պատկանելությամբ նայենք կապիտալիստների այդ հարստացման, կապիտալի կուտակման տենդենսները, հայերը միշտ առաջինն էին թե վրացիներից, թե այսօրվա ադրբեջանցիներից, որոնց այն ժամանակ անվանում էին մուսուլմաններ, մահմեդականներ, թաթարներ կամ կովկասյան թաթարներ, ամեն ինչ բացի ադրբեջանցիներից։ Մի խոսք այս պայմանական ասած ադրբեջանցիներ եւ արագ անցան նույն ստարտային պայմաններում, նույն իրավիճակում հայերը կարողացան ձևավորել, այսպես ասած, այդ էլիտան։ Դա ինչ-որ բանի մասին խոսում է, չէ՞, դա նշանակում է, որ այս ժողովուրդը կարողանում է էլիտա ձևավորել եւ դա կարողանում է շատ արագ։ Բայց դե մի հատ հարց առաջանում։ Նույն օրինակի համար հաջողության հասած մարդիկ։ Եթե մենք գանք խորհրդային իրականություն, երբ որ 1920 թվականին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվեցին եւ երկրորդ հանրապետությունը այդ 70 տարիների ընթացքում, դա շատ օրինակ լավ ուսուցողական եւ ուսումնասիրման թեմա է։ Միութենական հանրապետությունների հետ համեմատելու, խորհրդային միության տարբեր ժողովուրդների հետ համեմատելու այդ 70 տարիները ով որտեղից սկսեց եւ ինչ հաջողության հասավ։ Ունենալով ընդհանուր, այսպես ասած, մեկտեղված ռեսուրսը, ով ինչ արդյունավետությամբ կարողացավ օգտվել այդ ռեսուրսներից։ Եթե մենք սա էլ նայենք, սա էլ համեմատենք, ապա իրականում հայերը մեծ առաջընթաց են կարողանում ապահովել եւ դա հենց առաջին հերթին հենց այդ էլիտայի շնորհիվ է եղել, որովհետեւ այն ինչ որ արել է խորհրդային Հայաստանի էլիտան, դա դեռևս մեր իրականության մեջ, նաեւ մեր պատմագրության մեջ ցավոք սրտի ոչ ամբողջությամբ գնահատված է, իսկ դա գնահատել պետք է, որովհետեւ նախ եւ առաջ ուսուցողական բնույթ ունի դա, հաջորդ սերունդների համար իրենք պետք է տեսնեն իրենց նախնիները ինչ են կարողացել անել, ինչպես են կարողացել մրցակցության մեջ մյուսների նկատմամբ առավելության հասնել կամ հաջողություններ գրանցել։ Դա խորհրդային էլիտայի ժամանակ, բայց հարցը առաջանում հետ խորհրդային այդ մարդիկ հայ մարդիկ էին։ Խորհրդային էլիտան հայ մարդիկ են։ Հիմա եթե մենք նայենք շատ, այսպես ասած, ոչ շահեկան վիճակում էլ կարող է Հայաստանի երրորդ հանրապետությունը
92 թվականից մինչև հիմա, դե 18 թվականից հետո չքննարկենք, հա, Իհարկե։ բայց անգամ ոչ մեկ չի կարող ասել, որևիցե մեկը չի կարող նման պնդում անել, որ Ալեքսանդր Մյասնիկյանից մինչև Կարեն Դեմիրճյան, հա, Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության փաստացի ղեկավարները ավելի պակաս հայրենասեր մարդիկ են եղել, քան Հայաստանի առաջին նախագահան, երկրորդ նախագահան, երրորդ նախագահան։ Դե 18 թվականից հետո էս Հայաստանի կառավարիչի մասը իմաստը չունի, այո, բայց այստեղ հետաքրքիր մի ֆենոմենի ենք մենք հանդիպում։ Ես առաջի անգամ եմ դա եթերում ասում, ձեր մոտ կասեմ, հա, ընդունված է ասել, որ ընդունված է ամենայն դեպս նման բան կա հասարակության մեջ, որ առաջին անգամ հայերը ազատ, արդար, ամենաթափանցիկ ընտրությանը մասնակցել են 2018 թվականին եւ ընտրել են Լևոն Տեր-Պետրոսյանի որակած ազգակործան պատուհասին։ Եվ ընդունված է, որ հա 1921 թվականից մինչև 91 թվական գոյություն ունեցած Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության ղեկավարներից նշանակել են Մոսկվայից ուղիղ։ Այսինքն հայ ժողովուրդը կամ Հայաստանի բնակիչները չեն մասնակցել այդ գործ։ Մոսկվայում որոշում էին պետք է լինի Մյասնիկյանը, Խանջյանը, Յակով Զորաբյանը, Դեմիրճյանը եւ այդպես շարունակ։ Բայց եկեք ուրեմն այդ դեպքում համեմատենք։ Եթե համեմատում ենք, որ Մոսկվայից նշանակում էին այս մարդկանց մակարդակը համեմատենք 2018 թվականին ընտրվածի հետ, արածը համեմատենք, հա, մտքերը համեմատենք, անձնապես որպես անձնավորություններ համեմատենք, հայրենասիրությունը, հայրենիքի նվիրը, ամեն ինչը ցանկացած, այսպես ասած, պարամետրով, երբ որ մենք համեմատություն ենք անցկացնում, գալիս ենք շատ տխուր մի եզրահանգման։ Ինչու տխուր, որովհետև պարզ տրամաբանական հարց է առաջանում, բա եթե ուրիշ տեղից նշանակածները ավելի լավն են, քան հայ ժողովրդի ընտրածը, այդ դեպքում երևի ինչ ասենք, հայ ժողովուրդը ավելի լավ ընտրություն չանի, ավելի լավ ուրիշ տեղից, եթե մեր համար որպես ժողովուրդ, որպես ազգ, դրա ինքնության ամրապնդման, որպես զարգացման տեսանկյունից, բոլոր տեսանկյուններից, եթե ավելի հարմար է լինում, ապա ինչ է ստացվում, հայ ժողովուրդը չի կա, հայ ժողովրդի միակ ընտրությունը, եթե ասում են վերջի 5000 տարվա մեջ առաջի անգամ այսպիսի ընտրություն է արվել, եթե սա է ընտրության որակը, դե երևի ավելի լավ հայ ժողովուրդը ընտրություն չանի այդ պարագային։ Եթե համեմատենք, հա, խորհրդային Հայաստանը, հետ խորհրդային Հայաստանը, այստեղ մի հատ խնդիրը այն է, որ պայմանական էլիտան, որը հասել է հաջողության, հա, մենք տեսնում ենք օրինակ խորհրդային ժամանակներում, օրինակ իմ պապիկը, որ մայրական կողմից ինքը սկսել 0-ից դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ում էքսպերտ, ճարտարապետաշինարարության ուղղությամբ, մնացած մարդիկ բոլոր նայում են մարդկանց կենսագրությունները, ասենց ահռելի մեծ կենսագրության մարդիկ են 0-ից ստեղծել են, առաջ են գնացել, զարգացել են, նաև հնարավորություններ են ստեղծվել խելացի մարդկանց համար, հայերը բազմաթիվ, սկսած Ալեքսանդր Մանթաշովից, մնացած, գնանք, բայց շատերի մոտ օրինակ հետևել հարցը կարող առաջանա։ Դա խորհրդային Հայաստանում։ Հետ խորհրդային Հայաստանում այն մարդիկ, ովքեր որ խորհրդային Հայաստանի կրթությունն էին ստացել, զարգացել էին, դրամաբանական գնացել են առաջ։ Բայց մարդկանց հետևել հարցն առաջանում, այդ հաջողության բանաձևը խորհրդային Հայաստանն ուրիշ էր, շատ դեպքերում հետ խորհրդային ուրիշ։ Օրինակ մարդիկ շատ դեպքերում իրենց մոտ թե չարությունը, թե զզվանքը շատ ասում են, օրինակ, այս ինչ մարդը, չգիտեմ, ինքը փաստացի ինչ շրջանից ստեղծեց, հարստացավ, եկավ առաջ, բայց ինքը օրինակ, հա, ինքը իր հաջողությունն է, որ ինքը լիքը փող ունի։ Մի հատ շատ հայտնի մարդ, մի հատ լավ խոսք ունի, ասում է, չես կարա ուզես Նժդեի պես նժդեականությամբ ապրես, բայց նաև ապրես օրինակ Ռոման Աբրամովիչի պես պայմանական։ Այդ առումով, եթե վերցնենք թեկուզ, այստեղ հարցը հենց հաջողության ձևն է, օրինակ դիտարկել արդյոք կարանք sense, որ մենք ունենք թեկուզ մեր օրը էլիտա, օրինակ առաջ, երկրորդ, երրորդ նախագահները ունեն մեծ կենսագրություն, ահռելի մեծ արած ունեն պետության համար, ճանապարհ են անցել, բայց շատ դեպքերում մարդիկ այդ ժամանակներին, երբ որ նայում են բացասական կողմերը, ֆիքսում են այն մարդկանցով, ովքեր որ
այլ ճանապարհներով ինչ որ հաջողության են հասել ու քանի որ այդ մարդը պայմանական շնչում, ապրում է, գոյություն ունի, խոսում է այս կամ այն մյուս նախագահի ժամանակաշրջանում, ըստ այդմ դա ընկալվում է որպես բացասական, բայց եթե գանք նաև հանուն արդարության մեր օրեր, այդ մարդիկ օրինակ մեր օրերում է շատ հանգիստ ու սփուս ապրում են, բայց ատելության գեներացումը գնում է լրիվ այլ ուղղությամբ։ Մենք գործ ունենք հետ սոցիալիստական երկրի հետ եւ հետ սոցիալիստական հասարակության հետ։ Միայն Հայաստանում չի այդպես, հետ սոցիալիստական բոլոր երկրներում կա առաջին հերթին կապիտալի լեգիտիմության խնդիր։ Ու խնդիրը լեգալության հետ կապված չի։ Խնդիրը նա չի, որ մարդը թղթերով ապացուցում է, որ ինքը ազնիվ օրենքով սահմանված եղանակով հարստացել է։ Խնդիրը լեգիտիմության հարցն է։ Տվյալ հասարակությունը համարում է դու դա վաստակել ես, թե չէ։ Դու դրա ունենալու իրավունք ունեիր, թե չէ։ Տեսեք, Միացյալ Նահանգներում ինչի դա դիցուկ օրինակ եմ բերում, Միացյալ Նահանգները ինչի այդ կապիտալի լեգիտիմության խնդիրը այդքան սուր չի։ Մի պարզ պատճառով, որովհետև կոպիտ ասած բոլորի աչքի առաջ տեսել են, որ X մարդը, Ջոնը, Ջոն Սմիթը, նրա պապը ունեցել է խանութ, Ջոն Սմիթի որդին այդ խանութը դարձրել է սուպերմարկետ, Թորը արդեն այդ խանութը դարձրել է սուպերմարկետների ցանց։ Այսինքն ոչ մեկի մոտ խնդիր այս տրանսֆորմացիան երկարությունը, խնդիր չի առաջացնում։ Իրենք տեսնում են, որ երկար սրանք տես գերդաստանով հարուստ մարդիկ են։ Գլուխները կախ աշխատել են, կրթվել են, աշխատել են, բիզնեսը իրանց զարգացրել են, պապը ունեցել է խանութ, Թորը արդեն ունի սուպերմարկետների ցանց։ Ոչ էլ Բիլ Գեյթսն է, որ բոլորը տեսել են, մարդը կոմպյուտեր է հնարել, դա շատ վաճառել է, հարստացել է։ Նման երկրներում, մեր նման հասարակություններում կա կապիտալի այսպես լեգիտիմության խնդիր, երբ որ ասում են 10 տարվա մեջ ինքը ոչ մի բան չուներ, հիմա ունի ահռելի կապիտալ։ Ինչքանվա դա արդար, ինչքանվա դա ազնիվ։ Այս մտածողությունը կա։ Հետ սոցիալիստական մեր նման հասարակություններում ոչ մի տեղ էլ աղքատները չեն սիրում հարուստներին, հատկապես երբ որ բևեռվածությունը մեծ է լինում։ Եթե սրան գումարում են Ղարաբաղը, Ղարաբաղի հիմնահարցը, ապա անարդարությունը շատ ավելի է խորանում, որովհետև երբ որ դու ունես պատերազմող երկիր, որտեղ մարդկանց պետք է մի փոքր այլ բարոյահոգեբանական արժեհամակարգային իրավիճակ մատուցես, բայց մաքուր կապիտալիստական հարաբերություններ են գործում, հարուստները բանակում չեն ծառայում, աղքատների որդիները պետք է գնան հայրենիքը պաշտպանեն, բանակում ծառայեն, ընդհանրապես վիճակը բարդանում է։ Խորհրդային սոցիալիստական Հայաստանի Հանրապետությունը մենք երրորդ հանրապետության հետ չեն կարող համեմատել, որովհետև դրանք տարբեր իրավիճակներ են։ Ես համոզված եմ, որ երրորդ հանրապետությունը իրոք գոյություն չունի, որովհետև երրորդ հանրապետությունը Ղարաբաղի մասին էր, որովհետև եթե մենք Ղարաբաղը հանում ենք երրորդ հանրապետության հասկացությունից, ապա երրորդ հանրապետությունը ամեն ինչով պարտվում է երկրորդ հանրապետությանը։ Տնտեսական ցուցանիշներով, սոցիալական ցուցանիշներով, կրթական ցուցանիշներով, գիտական ցուցանիշներով, բարոյահոգեբանական ցուցանիշներով, անվտանգ բոլոր ցուցանիշներով պարտվում է ու պարտվում է, ինչպես ռուսերեն ասում են, վրազի, անգամներով է պարտվում։ Եվ մենք ինչով ենք հպարտ, որ մենք ճիշտ է, այնքան լավ չենք ապրում, ինչքան խորհրդային սոցիալիստական հանրապետություններ, մեր անձնագիրը ինչ որ ԽՍՀՄ միջուկային տերության անձնագիրներ, մենք այդքան լավ գիտություն չունենք կամ այդքան փող չունենք, որպեսզի գիտությունը այնպես անենք, ինչպես են խորհրդային միություններ, բայց մենք կարողացել ենք վերջի 1000 տարում հաղթանակի հասնել եւ այդ հաղթանակը ատամներով պահում ենք, հող ենք ազատագրել, հայրենիք ենք ազատագրել, այդ մեր արժանապատվությունն էր, մի քիչ աղքատ կապրենք, բայց արժանապատիվ կապրենք ու հպարտ կապրենք, երբ դա վերանում է, ամեն ինչով սկսում է պարտվել, որովհետեւ անբովանդակ բան է դառնում, ես նորից եմ կրկնում, ով ինչ ուզում է ասի, դա փաստ է, երրորդ հանրապետությունը Ղարաբաղի մասին էր, եթե չկա Ղարաբաղի գաղափարը, չկա երրորդ հանրապետությունը։ Տեղը ինչ կա, դե ժամանակակից բուտաֆորիան, ոչ մի բանի մասին երկիրը։ Հետո եթե մենք համեմատենք երկու մեր երկրորդ եւ երրորդ հանրապետությունները, այստեղ ցավալի խնդիր է առաջանում։ Առնվազն հետ Ստալինյան ժամանակներում
53 թվականից մինչև Խորհրդային Միության անկումը։ Փաստացի Հայաստանի երկրորդ հանրապետությունը շատ ավելի ազգային, թույլ տվեք ասել ազգայնական եւ շատ ավելի սուվերեն երկիր էր, քան Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Անկամ բարոյական մասով, մենք նայենք բարոյահոգեբանական մասով։ Մենք կնայեք Երևան քաղաքում, որ հյուրանոցներ էին սարքում կոմունիստները, ինչ էին դնում այդ հյուրանոցների անունները։ Անի, Շիրակ, Դվին, Էրեբունի, Մեր սովետական միության ժամանակ նույն միջոցառումների ընթացքում Արարատը։ Իսկ չէ, ես կենցաղային օրինակ եմ բերում, Կոմունիստները դնում էին Անի, Դվին, Շիրակ, Էրեբունի, անուններ էին դնում հյուրանոցներին։ Հետ խորհրդային շրջանում, երրորդ հանրապետության շրջանում ստեղծված հյուրանոցների անունները նայեք, տեսել եք ինչ են դնում, ու տեսել եք, որ վատ տոն է ինչ-որ բան անվանակոչել մի բանի հետ կապված, ինչը վերաբերվում է ազգին, ազգային ինքնության, ազգային արժեքներին։ Նորմալ է, որ Երևան քաղաքում, Երևանի կենտրոնում հայերեն տառերով գրած է լաքշերի բուտիկ։ Ոչ միայն անգրագիտություն է, անհասկանալի է հայերեն տառերով էս չգրած։ Ու այսպես շարունակ, այսինքն մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որ մենք պետք է ընդունենք, որ ցավոք ընդունված այդ տոտալիտար, ավտորիտար, այսպես ասած, ազատ խոսք ճնշող, մի խոսքով այդ ամբողջ այդ պրոպագանդիստական բանից դուրս մենք ունենք մի իրավիճակ, երբ որ փաստացի Հայաստանի երկրորդ հանրապետությունը առնվազն իր գոյության կեսում շատ ավելի ազգայնական եւ ինքնիշխան երկիր էր, քան Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Բայց այստեղ մի հատ հարց է առաջանում։ Երկրորդ հանրապետությունի, հետո որ երրորդը ունեցանք, ուրիշ ժողովուրդ չի եկել։ Ես մի հատիկ օրինակ եմ, հենց այդ օրինակի վրա շատ եմ ուզում կենտրոնանալ հարուստների եւ աղքատների մասով։ 2018 թվական փողոցային պայքար, զանգեր, ատելություն, դագաղներ, լենտեր, այդ ամեն ինչը համացանցում մարդկանց ծաղրելը, վիրավորելը։ Օրինակ, ահռելի մեծ կապիտալ չունեցող Միրան Հակոբյանի նկատմամբ, ահռելի մեծ կապիտալ չունեցող Արմեն Աշոտյանի նկատմամբ, ահռելի մեծ կապիտալ չունեցող Էդուարդ Շարմազանովի, Շուշան Պետրոսյանի, Արտինե Հովհաննիսյանի, օրինակ, իմ նկատմամբ չի եղել կապիտալ ունենալ չունենալու Չէ, կապիտալի հետ չեմ, կապիտալի հետ չեմ։ Ինչի օրինակ, նույն մարդիկ այդ ամեն ինչը անող, մենք գալիս ենք, ի վերջո, այդ կարային գային օրինակ գորային, ատեին, զզվեին, օրինակ Միրան Հակոբյանցով ոչ մի վատ բան չի արել, Աշոտյանից, Շարմազանովից, Արփինե Հովհաննիսյանից, Շուշան Պետրոսյանից, բայց օրինակ չեն կարա գնային հեղինակություն այլ, պայմանական կապիտալ այլ ունեցող մարդկանց տան մոտ, օրինակ Y մարդու մոտ, ով ունի 40 անվտանգության աշխատող, որովհետև օրինակ գիտեն, եթե հասնեն այդտեղ, կարող է օրինակի համար դագաղ չդնեն։ Ի վերջո այս ամեն ինչը եթե նայենք, ինչի համեմատական տարի երկրորդ հանրապետության ու երրորդ հանրապետության։ Ժողովուրդը գլոբալ առումով հիմա համացանցում վատ կոմենտ գրողը, չէ, ԽՍՀՄ տարիներին կրթություն ստացած մարդն է, չէ։ Հիմա վատ կոմենտ, ինչ որ ատողը, ինչ որ sense ոչ ռացիոնալ միտք ասող, ինքը այն ժամանակ էլ ապրել, հիմա էլ ապրել։ Արդյոք այդ դեպքում համակարգերը չէին, որ օրինակ, X համակարգը, որը շղաշ էր փռել իր ստեղծած համակարգով, այն վատ թեկուս կամ ոչ թերևս կրթված, չէ, որ չկրթված հասարակությունն էլ է այն ժամանակ ապրել։ Պայմանական մենք չենք դիտարկում, չէ, օրինակ 91-92 թվականից ծնված մարդկանց։ Ոնց է ստացել, որ այն ժամանակ այդ ամեն ինչը այն ձև էր, կիրթ ավելի հարգանքով նույն խոսելաձևը չնայած ամբողջ աշխարհում մաշտոցյան հայերենով չեն խոսում, բայց ի վերջո, երբ որ նայում ենք այսքան հետ, միգուցե արդյոք այդ ուղակի աբալոչկեներ տենց, ուղակի փաթեթավորումներ, թեկուս պինդ, որ չեն կարողանում ճեղքեին, ուներ իրասիտ, բայց մեջը ինչ որ առումով նույններ ու չի կրթվել, չի դաստիարակվել։ Սկսենք նրանից, որ մասնագիտական գրականության մեջ վաղուց արձանագրված փաստ է, որ քաղաքակրթությունները, քաղաքակրթական երևույթները, որի մի մասն է նաև մշակույթը, ազգային մտածելակերպը, բարոյահոգեբանական կերտվածքը, դրանք շատ երկար ժամանակներում, շատ երկար ժամանակի կտրվածքում են,
փոփոխությունների ենթարկվում, տրանսֆորմացվում, վերածվում այլ բանի, լավ կամ վատ, բայց դրանք շատ երկար ժամանակ է պետք, որպեսզի դա փոփոխվի։ Ինչու էր այդ ժամանակ այդպես, այն դեպքում, երբ որ Հայաստանի բնակչության մեծ մասը կրթված է, որը շատ պարզ պատճառով համակարգը թույլ տվեց, որպեսզի հասարակության մի հատվածը դառնա այդպիսին։ Եվ այդ օրերին այդ դրսևորումները կար։ Օրինակ իմ հանդեպ ես չեմ զգացել ատելություն, որ նրա համար, որ ես հարուստ եմ կամ բոլորն էլ գիտեին, որ ես կապիտալիստ չեմ, բիզնեսով չեմ զբաղվում, բիզնեսմեն չեմ, ունեցվածք չունեմ, ինձ այնտեղ չես կարող ատել։ Ինձ այդ ժամանակ պարսավում ու ատում էին ուրիշ բանի համար, որ դու իրանց հետ ես, բայց օրինակ մեր տուն չեն եկել, բայց օրինակ մեր ընկեր Արմեն Աշոտյանի կամ մյուսի հայց բան սև լենտերով դագաղների, հա, Ֆարմանյանի, երբ որ գնում էին, հա, տների վրա նման բաներ էին անում, ինչի չէին գնում նրանց, շատ պարզ բան է, որովհետև կյանքը անարդար է, քաղաքական գործընթացները առավել եւս անարդար են, հեղափոխությունները շատ ավելի անարդար են, չէին գնում, որովհետև դուք ձեր խոսքում հենց ասեցիք վախենում էին, շատ պարզ վախենում էին, որովհետև մի քանի թիկնապահով մարդիկ կարող է իրանց հետ վատ բան անեին, ու կապ չունի, որ իրանք հազարներով էին, նրանք 50 հոգով, հա, միշտ կազմակերպված փոքրամասնությունը լինում է ավելի կազմակերպված եւ ավելի պասիոնար։ Կհիշեք, այդ դրվագ կա հետաքրքիր, երբ որ առաջին անգամ Նապոլեոնը արդեն հետհեղափոխական Ֆրանսիայում պաշտոնյա է, երբ որ առաջի անգամ պետք է Փարիզում բունտ ճնշի, եւ բերում է ուղակի դնում է այդ բանը հրանոթը 1-2 կրակոցով ու շատ զարմացած ասում է, զարմանում եմ ինչի Լյուդովիկոս 16-ից ամբողը չցրեց, ամբողը միշտ հրանոթից վախենում է։ Իհարկե։ Ամբողը այդպեսին է։ Կարդացեք Անմա Ֆիրդուսի Շահնամեում ամեն ինչ ասված է, ամբողը դավաճան է։ Այն ամբողը տենց միշտ գտնի թույլին, օրինակ ըստ իրա թույլը Արմեն Աշոտյանն էր, անպաշտպան, որ կարելի է իր տան վրա հարձակվել։ Բայց ինչ-որ նույն հանրապետական կուսակցության ինչ-որ մեծահարուստի տան վրա հարձակվել իրանց համար խնդրեմ էր։ Չնայած Արմեն Աշոտյանն կարող ավելի քիչ են ատում, քան նրան, բայց նրա վրա գնալը մի քիչ վտանգավոր է, այդ պարագայում դրա համար եմ ասում, կյանքը, քաղաքական process-ները, առավել եւս հեղափոխական process-ները շատ անազնիվ, երբեմն մեծամասամբ անազնիվ երևույթներ են, հատկապես հեղափոխական գործընթացների մասին է խոսքը, դրան պետք է թեթև նայել, դրանից այսպես մեծ ողբերգություն չդարձնել, ուղղակի արձանագրել մի բան, որ ինչ-որ ժամանակաշրջանում ստեղծվում է մի միջավայր, որտեղ այդ հասարակության մեջ եղած ամբողջ լավն ու վատը միանգամից պայթում են եւ ջրի երես են դուրս գալիս։ Պարֆյումեր ֆիլմը նայել եք։ Իհարկե։ Հա, այդ համաշխարհային մշակույթի կինոարվեստի անմահ գոհարներից մեկն է։ Այդ ֆիլմը ոնց է ավարտվում, հա, վերջում բոլորը, հա, չէ, վերջում բոլորը արթնանում են եւ ամոթից հագնվում, ամեն մեկը փախնում է միտեղ։ Օրինակ 2018 թվականի հեղափոխություն անվանվածը այդ ժամանակ ես որպես դա իմ մասնագիտությունն է, հա, իմանալ հեղափոխությունների պատմությունը։ Իմ համար ծիծաղելու էր այնքանով, որ ես գիտեի հետո ինչա լինելու։ Հա, մի տարի հետո, 2 տարի հետո, 5 տարի հետո ակնհայտ էր, ես դա գիտեի, ես դա կարդացել էի, ինչա տեղի ունենալու, որ գալու է իրավիճակ, որ մարդ ես փորձելու մանգաս գտնես, ովքեր էին փողոց փակողները, փողոցում ցույցեր անողները ու չես գտնելու։ Այդ օրերին, երբ որ ես այդ ֆեստիվալը նայում էի, իմ համար ծիծաղելի էր, որովհետև ես գիտեի, որ տարիներ հետո այդ ամեն ինչը փորձելու են մաքրել, ջնջել, մարդ չես գտնելու, որ ասելու է ես եմ փողոցը փակել, մարդ չես գտնելու, որը ասելու է ես էս ինչ բանն եմ արել։ Բոլորի համար դա ինչ որ եթե չասենք ամոթ, մի մասի համար լինելու է ամոթ, մի մասի համար լինելու է խայտարակություն, մի մասի համար լինելու է սխալ, մի մասն էլ ընդհանրապես ստելու է, որ ինքը ոչ մի բանի չի մասնակցել։ Դա միշտ այդպես է լինում։ Այսինքն այդ հայկական դա մենակ անգրագետներին կարելի էր, հա, հրամցնել եւ փորձել նրանց համոզել, որ այն ինչ որ տեղի էր ունենում 2018 թվականին աշխարհում աննախադեպ իրադարձություն էր։ Տես բաներ աշխարհում եղել է 1750 անգամ երևի։ Տես բաներ ամեն օր մի երկրում լինում է։ Դա մարդկությունը դա տեսել է, դրա հետ առնչվել է, այն սկզբից մինչև վերջ
A-տարից մինչև F տարը բոլորի համար այդ գործընթացը ակնհայտ է եւ այդտեղ նորություն չկա։ Բոլորը գիտեն ոնց է սկսվում, ոնց է ավարտվում, հեղափոխությունից հետո ինչա տեղի ունենում, ինչ բարոյական համակարգ է հաստատվում, հետո դա ոնց է տրանսֆորմացվում, երկիրը հասարակությունը դրա համար ինչ գին է վճարում, ինչ է հատուցում, հասկանում եք, այս ամեն ինչը ոչ մի նորություն չի։ Այլ բան, որ մենք գործ ունենք մի հասարակության հետ, որի մի զգալի մասը ոչ մի կերպ չի ուզում անցյալից դասեր քաղել, ոչ մի կերպ չի ուզում սեփական պատմությունից, այլ ժողովուրդների պատմությունից դասեր քաղել եւ խելոքանալ, եւ ընդհանրապես չի ուզում կրթվել։ Եթե ուզենար կրթվել, օրինակ, մեր հասարակությունը եթե գիտելիքի, կրթության, դրա արժեքի նկատմամբ որոշակի վերաբերմունք ունենար, ապա այսօրվա Հայաստանի կառավարիչի ինչ գործ ուներ այդ աթոռին։ Մենք եթե նայենք կրթվելու մասին, այլոց օրինակները վերցնելու մասին, միշտ համ դա ունի երկու կողմ։ Նայում ենք վերջի 7 տարիներին ինչա տեղ ունենում մեր հասարակության, մեր պետության, հայրենիքի հետ։ Օրինակ, sense մի բան կա, ասում են, տեսեք, բռնություններին ունեք ենթարկում եկեղեցին, դրան զուգահեռ լիքը մարդ օրինակ իմանում է մեր հոգևորականների անունները, որոնց մասին օրինակ միջև այդ չէր կարդում, չէր ուսումնասիրում, չէր գնում, չէր մասնակցում։ Տեղի ունենում պետության նկատմամբ, հայրենիքի նկատմամբ ճնշում։ Թշնամի պետությունների կողմից, հակառակորդների կողմից, ոչ բարեկամ պետությունների, եթե չասեմ համեմատական, բայց եթե օրինակ նայենք մի շարք այլ պետությունների պատմությունը, որտեղ որ իրենց ճնշել են, իրենց խայտառակել են, այնպիսի պայմաններ են առաջարկել, որոնց որ իրենց համար եղել են ամոթալի, որոշակի ժամանակահատված հետո որոշ պետությունների մոտ դա տվել է հակառակ էֆեկտը, երբ X պետությունը փորձել է կամ համակարգը ճնշել Y-ին, Y-ին ստորացրել են, ասեն դու պետք է սենց պայմաններով ապրես, դու ես, դու ես, որոշ ժամանակ հետո Y պետությունը, որը որ սկզբից հարմարվել էր, որը որ ասում էր լավ դե տենց ճիշտ է, կամ Ստոկհոլմյան սինդրոմով էր տառապում, դե եկեք լավ վերաբերվեմ ինձ վնաս տվողին, ինձ տերորի ենթարկողին, դրանից հետո տվել է հակառակ էֆեկտը, այսինքն նրանք, ովքեր որ պետություն, համակարգ, զարգացում, ապագա այդ երևույթներից ինքնություն, որպես այդպեսին իրենց ուզում էին հերվածնեին ու չէին հերվածնում ուղղակի քացով լարում էին, իրենք կտրուկ սկսել են հետ գալ։ Հիմա այս խոսքս երկու մասից կուզենամ, երկու պատասխան լսեմ։ Մեկը արդյոք որոշ ժամանակ հետո, որոշ ժամանակ իհարկե չենք դիտարկում 50 կամ 100 տարի հետո, այն ամեն ինչ որ անում են հիմա մեր պետության հետ, կարա տա հակառակ էֆեկտ ու մեր ժողովուրդը իր մեջ արտանա, պետականության, հայրենիքի, ազգի նկատմամբ հոգևոր պարտավորվածությունը, որը որ դա մեր պետության գոյության համար անհրաժեշտ էֆեկտ, ու երկրորդը խոսք գնաց կազմակերպված փոքրամասնությունից։ Արդյոք մենք երկրորդ որպես հատվածում ունենք կամ կարանք ունենանք կազմակերպված փոքրամասնություն, որը դա կսարքի մեծամասնություն, հաշվի առնելով նաև այն խոսույթը, որ մի կողմից թեկուս պայմանական ճիշտ դաշտում գտնվող մարդիկ խոսում են նժդեականությունից, խոսում են, հայրենիքից, այսօր օրինակ ինչ որ չափով նաև տրենդային է դարձել իշխանության հետ չաշխատել ընդդիմադիր լինելը, բայց արդյոք իրենց ապրելակերպով, վարվելակերպով համապատասխանում են հասարակության գիտակից այն հատվածի մտքին, որը ինքը այդ խոսում է ոչ մենակ խոսում է, այլ օրինակի համար, մի քիչ կոպիտ օրինակ կբերեմ, պայմանական ինքը խոսում է ընտանեկան արժեքներից եւ այո, օրինակ իր աղջիկը կամ կինը իրան մերկ համացանցում չի ներկայացնում։ Ինքը օրինակ կարա լինի, ինքը խոսում է հայրենիքի ապագայից, ինքը հայրենիքի հերը չի անիծում, կամ օրինակ այլ վատ բան չի անում։ Մենք կարանք ունենանք այդ ամեն ինչը, թե ինչպես ասում են, պոեզ դուշոլ։ Չէ, մենք ոչ միայն կարող ենք դա ունենալ, մենք դա անպայման ենք ունենալու։ Սոցիալական գործընթացները ակնհայտ են, մարդիկ վիրավորված են։
մարդիկ վիրավորված են արժանապատվության ոտնահարումից, տեղի ունեցածից, վիրավորված են ակնհայտորեն երկիրը օկուպացրած մարդկանց վարքագծից, գործելավոճից եւ այդ արժանապատվության իրենք տեղ են հասցրել, հա, կապել են, այդ նյարդին կապել են եւ շատ կարճ ժամանակի հարց է, որ այդ վիրավորվածությունը Երևանի փողոցներում ուղղակի բենզինի պես պայթելու է։ Դա ինձ թվում է, այսպես ասած, կոպեկի խելք ունեցող ցանկացած մարդ հասկանում է, դա տեսնում է, դա զգում է։ Ընդհանրապես այդ հեղափոխական իրավիճակները այդ օդում է լինում, պահանջարկ է լինում։ Դուք ուշադիր մի հատ նայեք, երբ որ Հայաստանի կառավարիչի ավտոշարասյունը Երևանի փողոցներում անցնում է, փողոցները փակում են, արձագանքները նայեք։ Դուք պատկերացրեք, որ դա ձնագնդիկի պես մեծանալու է։ Ու դրանից բրծում չկա, այսպես ասած, դա տեղի ունենալու։ Ուղղակի խնդիրն այն է, որ հասարակության մեծամասնությունը դեռևս ասում է, որ այ թող խնդիրը իրենք լուծեն, օրինակ մեծահարուստները լուծեն, տեսնենք, կլուծեն, չէ։ Հետո այսպես Այդտեղից է ժողովուրդը դեղի չի բանը։ Այստեղից շարունակվելով սա այսպես այնքան է գալու, մինչև ակնհայտ դառնա, որ խոշոր կապիտալիստները այդ խնդիրը չեն կարողանալու լուծել, այլ շահերի խմբերը չեն կարողանալու լուծել, եւ խնդիրը լուծելու են հեղափոխությամբ հեղափոխականները, պրոֆեսիոնալ հեղափոխականները։ Իսկ դրանք հայտնվում են միշտ այն ժամանակ, երբ օդում դրա պահանջարկը զգացվում է։ Հիմա դրա պահանջարկը արդեն կա, դրանով մեծանալով դա գնալու է։ Ես այսպես պեսիմիստական սցենարների կողմնակից չեմ երբեք ու միշտ գտնում եմ, որ ցանկացած իրավիճակումց էլ որոշակի ելք կա, խնդիրը ելքը լավն է թե վատն է, կարելի է ավելի լավը անել թե ավելի վատը անել։ Տարբեր հասարակություններ նման ճանապարհով անցել են եւ եթե ինչ-որ մեկին թվում է թե օրինակ հայկական հասարակությունը հայ մարդիկ մոռացել են Ղարաբաղի մասին կամ մոռացել են, որ պետք է Ղարաբաղը վերադարձնել եւ պետք է հաշտվեն, համակերպվեն այս իրողության հետ, որը հասարակությանը փորձում է թելադրել եւ պարտադրել երկիրը օկուպացված այս արտասահմանյան գործակալների խմբակը, կոնկրետ թուրք-ադրբեջանական գործակալների, իրենք ուղղակի չարաչար սխալվում են։ Սա պարզ պրիմիտիվ մի գործընթաց է, որի ականատեսը մենք լինելու ենք ու շատ մոտ ապագայում։ Ես դա չեմ կապում ոչ ընտրության հետ, ոչ նախընտրական շրջանի, ոչ հետընտրական, դա ընտրության խնդիր չի, դա հեղափոխության խնդիր է։ Դա այս երկրում լինելու է։ Կարող է լինել այս տարի, կարող է մյուս տարի, մյուս տարի, բայց դա լինելու է։ Դա ակնհայտ է եւ բոլորը պետք է հանգիստ այս ամեն ինչին հետևեն։ Իրավիճակը ստեղծվելու է, իրավիճակը հանգուցալուծվելու է։ Դա հասկանում են նաեւ աշխարհում շատ այլ երկրներում, որոնք ունեն Հայաստանում շահեր, այդ ամեն ինչը հասկանում են, տեսնում են, ընկալում են, մի քիչ ավելի իրենք հաշվարկներում շատ են ավելի մեծ հնարավորություններ ունեն հաշվարկելու եւ դա տեսնում են ակնհայտորեն դրա համար էլ Հայաստանի կառավարիչի հետ ակնհայտորեն որևիցե մեկը ոչ մի բան չի փորձում պայմանավորվել, որովհետեւ ինչ պայմանավորվեց ոչ մեկի հետ, որը այսօր կա, վաղը չկա։ Ավելին, որի հետ հասած ցանկացած համաձայնություն վաղը ամենայն հավանականությամբ պատրելու են դեննել դրա գինը որն է, քանի կոպեկ արժի։ Բայց ամենակարևոր բանը, ես որ կուզեի, այն ինչ որ ես ասեցի, սա գործընթաց է, որը գնալու է։ Բայց կարևոր անկյունաքարային խնդիր կա, որի մասին չենք մենք խոսում, չենք բարձրացնում, որովհետև կամ դրա ժամանակը չի, կամ միգուցե դրա հավեսը չկա, կամ տարատեսակ այլ պատճառներով, հա։ Մենք պետք է հասկանանք, այս ում պետությունն է։ Ակնհայտորեն հիմա մենք գործ ունենք չպետության հետ, ավելին մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ հայ մարդիկ այս պետություն կոչվածի հետ, այս չպետության հետ ոչ մի օրգանական կապ չունեն։ Ոչ բարոյական առումով, ոչ պատմաքաղաքական առումով, ոչ ֆինանսական առումով, մյուս հարցերով չի քննարկվում գլխավոր հարցը։ Ինչ է նշանակում, ինչ որ մի ուժ, հա, ինչ որ ընտրություններով գալի հաջողությանը հասնում, ասում է ինձ ընտրել են, ես ինչ ուզեմ կանեմ։ Դու ես որ ինչ ուզես անես, դե ինչ ուզում ես գնա արա, հարկ չեմ տալիս։ Եթե ես պետքա հարկ տամ այս երկրին, այս պետությանը, այս պետության բյուջեին, ես պետքա աշխատեմ, այդ փողը բերեմ տամ ձեզ։ Ու իմ ձայնը այդտեղ որոշումների կայացմանը ոչ մի ազդեցություն չունի։
Շատ կներեք, ինչ եմ ես այդ փողը տալիս։ Այսինքն դուք ով եք, դուք բանն եք, ֆեոդալն եք, ես էլ ճորտն եմ, որ պետք է աշխատեմ, ձեզ փող տամ։ Եթե ես փող եմ տալիս, եթե ես հարկ եմ վճարում, ուրեմն այս երկրում փայատեր եմ ես։ Սրա փորձը աշխարհը ունի, երբ որ Միացյալ Նահանգներում այդ կոնտինենտալ կոնգրեսը հավաքվել էր, մի մասը հենց այս գաղափարն էին առաջ տանում։ Սմենի անենց գծեք, նենց համակարգ ստեղծեք, դրա համար որոշեցին, որ պետք է մի հատ կոնգրես ունենան, մի հատ սենատ ունենան։ Սմենի անենց գծեք, որ ինչ ուզում ա լինի այդ ընտրությունների արդյունքներում, ես ինչ որ ձևով ներկայացված լինեմ, որովհետև եթե ես ներկայացված չեմ լինելու, ես հարկ չեմ տալու։ Հիմա ի՞նչ է նշանակում, այս երկրում sense բան է, ադատ է, էլի, վերջի հատկապես 7 տարիները մենք ընտրություններում հաղթել ենք, մի հատ է հորին են կեղծեն առանց ամաչելու, որ մեզ սրա համար են ձեն տվել, այն դեպքում երբ որ իրենց ծրագրին է դա 21 թվականի ծրագիրում լրիվ հակառակ էր։ Ինչ է նշանակում մենք հաղթել ենք ոնց ուզենք կանենք։ Շատ կներեք, եթե ես ներկայացված չեմ, եթե ես ձայնի իրավունք չունեմ, դուք այդտեղ ընտրություն եք անում, թե ինչ եք անում, ես ինչ եմ հարկ տալի ձեզ, ինչ եմ աշխատում, որ դուք աշխատավարձ ստանաք։ Ես ինչ եմ ձեզ պահում, դուք իմ ինչն եք։ Այսինքն մենք ստանալու ենք մի իրավիճակ, այս խնդիրները չքննարկելով, այն քիչ առաջ որ ասացի այդ process-ների արդյունքում, որ մի մասով գնալու է, հա, ասենք հայրենասիրական այդ process-ները գնալու են եւ հայ հայրենասերները այս երկրում անելու են այն ինչ որ պիտի անեն եւ պարտավոր են անել իշխանափոխություն եւ երկիրը բերել առնվազն բարոյական հիմքերի վրա դնել եւ վերականգնել հանրային հարաբերությունների տրամաբանությունը, հանրային համերաշխությունը։ Մյուս մասով մենք նաեւ ստանալու ենք արտագաղթ, որովհետեւ այն տարածաշրջանում, որ մենք ապրում ենք, շատ բարդ տարածաշրջան է։ Մի մասը պատրաստ չէ այդ բարդությունների հետ առնչվել։ Իսկ եթե մենք չկարողանանք ստեղծել այնպիսի մի պետական համակարգ, որտեղ մարդը կզգա, որ կա ամենամինիմալ արդարությունը, մենք ստանալու ենք ահռելի մեծ արտագաղթ։ Տեղից էլ արտագաղթի ծավալները շատ մեծ են, մենք ստանալու ենք շատ ավելի մեծ։ Այսինքն համակարգը այստեղ պետք է լինի, դա մարդ հարարածի մեջ դրած է, աստվածային երևույթ է, աստված մարդու մեջ դրել է արդարության ընկալման խնդիր։ Բայց դե մի խնդիր կա, այդ համակարգը, որ պետքա լինի, նախորդ համակարգից պայմանական չէ, պետքա մարդկանց մի թիվ հիասթափվի։ Հիմա իրանց ծրագրերով որ բարձրաձայնում են, որ ընդհանրապես հակասում է 21 թվականի իրենց օրակարգին, որ դե Արցախ կար, Իրաք եւ այլն, ոչինչ չկա հիմա տեղ։ Իրանք հիմա ասում են հետեւյալը. մենք մի կողմից խաղաղություն ենք բերել, տայոկես հանգիստ եղեք, ոչ մի բան չկա։ Համը մյուս կողմից է, մենք այդ խաղաղությունը պետք է հաստատենք դեռ։ Դրա համար մեզ պետք է ձենցակ։ Արդյոք այն մարդիկ, ովքեր որ, հա ասում են լավ դե խաղաղություն են բերում, էլ պատերազմ չի լինի, դե հիմա ոչինչ թողեցի տանք, էնի տանք, արդեն հասել ենք այն ստադիային, որ իրանք հիասթափվեն, որտեվ կա sense մի հատ ռիսկ էլ ասում են նյոպը, բայց օրինակի համար հիմա գնաց ընտրությունների, այս տվեց, այն տվեց, մարդկանց ինչա պետք իրա օրինակ պատկերացնել, ասում է ես ինքը տենց համատա, ինքը ուղիղ է սկսել խոսալ, չէ, ասում է ես օրինակ հպարտ քաղաքացի, հիմա իրական չի քո անձնագիրը ինչ անձնագիր է, քաղաքացի ես, տեղ ես ապրում, գնա հաց կեր, քնի Իրիկուն թաթայ հորս արևը լսի, գնա ես ինչ բան արա, քո համար կերտվի քեֆ։ Ես պատահական չեմ ասում ստանալու ես արտագաղթ, որովհետև եթե խնդիրը կուշտ փորով հաց ուտելու մասին է օրը 3 անգամ, Հայաստանը ամենալավ տեղը չի, որ այդ խնդիրը կարելի է լուծել։ Աշխարհում շատ ավելի այդ խնդիրը ավելի քիչ ջանքերով եւ ավելի մեծ արդյունքով լուծելու վայրեր կան։ Այսինքն եթե այս երկրում գաղափար չկա ընդհանրապես, ինչ ենք մենք իրար գլուխ հավաքվել ընդհանրապես։ Այս անձնագիրը որ կրում ենք, ինչ գաղափարի շուրջ ենք մենք հավաքվել։ Եթե այս երկրի գաղափարը կուշտ փորով հաց ուտելն է ու մեկ-մեկ փողոցում համերգ լսելը, դա նորմալ մտածող մարդու համար ընդունելի չի, իսկ այդ փորով մտածող մարդկանց համար էլ դա է։ Միշտ աշխարհում կան ավելի լավ վայրեր, որտեղ կարելի է այդ հարցը լուծել, գնանք այդ հարցը այնտեղ լուծենք։ Խնդիրը ստեղ է։ Հիմա ինչ վերաբերվում է ընտրություններին, ես ընտրությունները ընդհանրապես չեմ դիտարկում։ Ես կարծում եմ խնդիրը միևնույնն է լուծելու է ձեր ասած այդ
կազմակերպված փոքրաթիվ փոքրամասնություն է, որը կարողանալու է մեր ժողովրդին առաջարկել այնպիսի մի գաղափար եւ իր վարքագծով ապացուցել, որ պատրաստ է, հա, այդ գաղափարները իրականացնել, շատ արագ դառնալու է մեծամասնություն։ Եվ խնդիրը ես չեմ դիտարկում բանի ընտրությունների տեսանկյունից։ Ընտրությունները ընդհանրապես տեխնոլոգիա է, ինչպես ասում էր Մարկ Տվենը, եթե մեզանից շուտ բան կախված լիներ, ընտրություններ չէին լինի։ Ես չեմ ասում հիմա անցյալում ներկայում ընտրությունները պետք չեն, բայց Հայաստանում իշխանափոխությունը դիտարկել ընտրություններով, ես կարծում եմ, որ դա այդքան էլ այսպես ասենք, հա, արդյունավետ տարբերակ չի։ Ես կարծում եմ, որ խնդիրը լուծվելու է հեղափոխությամբ, հատկապես որ մենք գործ ունենք շատ ազնիվ մի իրավիճակի հետ։ Հայաստանի կառավարիչը փնթին իր փնթի հալով բառացի հայտարարում է, չէ։ Ղարաբաղի շարժում եք ուզում, հեղափոխություն արեք։ Հիմա այս մարտահրավերը նետված է։ Մարտահրավերը օդում է, մի ամսից, երկու ամսից, մի տարուց, երկու տարուց, 3 տար։ Էական չի։ Հասկանում եք, այս մարտահրավերը վերցվելու է։ Եվ խնդիրը լուծվելու է հեղափոխությամբ, որովհետև նորից եմ կրկնում, նման իրավիճակները ոչ ստանդարտ պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ, բայց դրանք հնարավոր է անել սահմանադրական ճանապարհով եւ դա պետք է անել սահմանադրական ճանապարհով, որովհետեւ դրա բոլոր հնարավորությունները կա։ Հանրային ընկալումն էլ է պատրաստ դրա համար, հանրային ռեսուրսներն էլ են բավարար եւ դրա գործիքակազմն էլ կա։ Գործիքակազմը կա, ռեսուրսը կա, այստեղ մի հարց։ Վերջին հարցը գեներալները սովորաբար ծնվում են պատերազմների ժամանակ։ Այո, դրանք անգլերենում կոչվում է general in war, դրանք մարդիկ են, որոնք բնատուր կառավարչական, պատերազմական տաղանդ ունեն եւ բայց նաեւ մարդկության փորձը ցույց է տալիս, որ պատերազմում ծնված այդ արդյունավետ գեներալներին պետք է պատերազմի ավարտից հետո անմիջապես բանակից հեռու պահել։ Իհարկե։ Այդ դեպքում հեղափոխություն անողները որտեղից են ծնվելու։ Հեղափոխություն անողները ծնվում են հասարակության ներսից, հանրության ներսից եւ հեղափոխությունը այդպիսի երևույթ է։ Ինքը միշտ այդպես իրավիճակը ստեղծվում է եւ դա զգում ես, հա, որ հեղափոխակ։ Կա Երևան քաղաքում միլիոնանոց հեղափոխական իրավիճակ։ Այո, կա։ Կա դրա կանալիզացման ճանապարհը, ոչ դեռևս չկա։ Բայց դրա համար եմ ես ասում հանգիստ վերաբերվեք, որովհետեւ այդ ջուրը իր ճանապարհը գտնելու է, հա, դա չես կարող փակել ու դա գնալով մեծանալու է եւ ինչքան շուտ հասկանա օրինակ Հայաստանը չի հասկանա իմ խորին վստահությամբ ինքը փախչելու է, բայց նրա շրջապատը ինչքան շուտ հասկանա, որ ինչքան ուռեց այնքան հետո ցավոտ է լինելու, այդքան իրանց համար ավելի լավ, իրենց համար շատ ավելի լավ։ Ես ինչ ասում եմ մասնագիտական կարծիքի հիման վրա եմ ասում։ Ես չեմ ասում ես եմ այդ հեղափոխականը, որ պետք է անեմ, ես եմ փրկիչը, որ ասելու լինեի, կգա հիմա ձեր եթերում, հա կներկայացնեի օրակարգը, կասեի ժողովուրդ, ես եմ, խնդրում եմ ինձ սիրեք, հարգեք, եկեք հավաքվեք իմ կողքը, եկեք գնանք միասին այս ինչ բանը անենք։ Ես սա զուտ մասնագիտական վերլուծության եմ ենթարկում, մի փոքր ծանոթ լինելով հեղափոխությունների եւ հեղափոխական իրավիճակների պատմությանը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ Վեկտոր հաղորդման հյուրն էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Միլան Հակոբյանը։ Մի շնորհանդիպում։